Գորաշքն ամեն օր ուղերձների շարք։ Դու Քրիստոսով ամբողջական ու կատարյալ ես դարձել։ Այսօր ուզում եմ հիշեցնել քեզ, որ Աստված Քրիստոսի մեջ քեզ տեսնում է ամբողջական ու կատարյալ։ Անշուշտ, նայելով մեր կյանքին, անկումներին ու տկարություններին, դժվար է ասվածին անմիջապես հավատալը։ Սակայն Տեր Հիսուս Քրիստոսին հավատացող մարդկանց կյանքում մեղքերի ներումն ընդունելը արմատապես փոխում է մեր կարգավիճակը Տեր Աստծու աչքերում։ Սիրելի՛ բարեկամ, քո մեղքերը պարզապես չեն ծածկվում Քրիստոսի արյունով։ Դրանք չեն տարվում հեռու մի տեղ ու թաքցվում կամ թաղվում հողի խորը շերտի տակ, և ոչ էլ մնում են Տիրոջից մեզ տրված արդարության սպիտակ բեհեզի տակ։ Ո՛չ, Քրիստոսի խաչի զոհի շնորհիվ և մեր ապաշխարության պարագայում մեր բոլոր մեղքերը ջնջվում են, վերանում, և Աստված այլևս երբեք չի հիշում, որ մենք նման մեղքեր ենք գործել։ Այսպիսով, թեև մենք դեռևս տկար ենք ու հիշում ենք մեր անցյալը, Քրիստոսի մեջ Տեր Աստծու աչքերում մենք ամբողջական ենք ու կատարյալ։ Կողոսացիս 2:14 խոսքում գրված է. «Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին կամեց»։ Եբրայեցիս 10:17-ում կարդում ենք. «Նրանց մեղքերն ու նրանց անօրենություններն այլևս չեմ հիշելու»։ Եբրայեցիս 10:14-ում գրված է. «Որովհետև մեկ պատարագով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց»։ Այսինքն՝ յուրաքանչյուր հավատացյալի հասցրեց հոգևոր ամբողջականության և հասունության։ Եվ որքան հավատարիմ մնանք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքին, որքան սիրենք Աստծու կամքը և ամեն ջանք գործադրենք այդ կամքին հնազանդվելու համար, այնքան կատարյալ ու ամբողջական ենք մնալու Նրա մեջ, Ով մեզ սիրեց և Իր կյանքը դրեց հանուն մեր մեղքերի ներման, հանուն մեղքի իշխանությունից մեր ազատագրման և հանուն մեր վերջնական ու ամբողջական փրկության։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այն օրից ի վեր, երբ դու ընդունեցիր Տեր Հիսուսին որպես քո կյանքի Տեր և Թագավոր, դու Տեր Աստծու աչքին ամբողջական ես ու կատարյալ։ Եվ այս փաստը ոչ մի կապ չունի քո կարողությունների, տաղանդների կամ բարի գործերի հետ։ Ո՛չ, պարզապես Տեր Հիսուսը խաչի վրա կամեց քո բոլոր մեղքերը և դրանց դիմաց քեզ փոխանցեց Իր կատարելությունը՝ Իր անբիծ ու անարատ բնույթը։ Եթե միայն գիտակցենք ասվածի ողջ կարևորությունն ու մեծությունը հավիտենության մեջ, ապա ինչպիսի երախտագիտություն ու գովաբանություն կբխի իմ և քո շուրթերից։ Ե՛կ միասին գովաբանենք Նրան գոհության այս աղոթքով. «Տե՛ր, որքա՜ն հիասքանչ ես Դու։ Շնորհակալ եմ, որ երբ հավատացի Քեզ ու ապաշխարեցի այս աշխարհի կործանարար ընթացքից, Դու ներեցիր իմ բոլոր մեղքերը, ջնջեցիր դրանք ու այլևս չես հիշում։ Իմ աղտոտված հանդերձների փոխարեն Դու ինձ Քո արդարության սպիտակ բեհեզը հագցրիր։ Շնորհակալ եմ, իմ բարի և ողորմած Աստված։ Խնդրում եմ, օգնիր ինձ, որ կարողանամ ապրել Քո կամքի մեջ և ուրախացնել Քո սիրտն իմ որոշումներով, վարքագծով ու գործերով։ Ես գիտեմ, որ ոչ մի բանով չեմ վաստակել, արժանի չեմ և չէի էլ կարող արժանի լինել այս մեծ ողորմությանն ու շնորհին, որ անում ես ինձ։ Քո սերն իմ հանդեպ անըմբռնելիորեն մեծ է, և ես միայն կարող եմ գոհանալ ու երախտապարտ մարդու կյանք ապրել Քո առջև։ Շնորհակալ եմ, իմ Տեր։ Սիրում եմ Քեզ և պաշտում եմ իմ ամբողջ սրտով։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։